Ինչպես եք վերաբերվում, որ շատերը չեն վճարում։ Շատ վատ։ Պիտի վճարեն։ Աշխատանք է կատարվում տրանսպորտի համար պիտի վճարվի։ Այդքան։ Օրինակ քաղաքապետը նշում է, որ այդ չվճարելու պատճառով ավտոբուսներ չեն կարողանում ձեռք բերել։ Ճիշտ է ասում։ Չի կարելի, պետքա վճարել անպայման։ Քաղաքապետը նշում է, որ այդ չվճարելու պատճառով ավտոբուսներ չի հաջողվում ձեռք բերել։ Չվճարելը դա ճիշտ չի, շատ անշնորհքություն է։ Հաճելի սիրուն կոմֆորտնի երթևեկում ենք։ Գոհ եք տրանսպորտի աշխատանքից։ Շատ ուղղակի մի քիչ որ շատացնեին ավելի լավ կլիներ, որտեղ պիկ ժամերին ժողովուրդը մի քիչ խցկված է երթևեկում։ Ինձ թվում է լավ կլինի։ Հիմա էլ արդեն լավավատ չի, հաճելի երթևեկում ենք, մաքուր ավտոբուսը։ Դուք թոշակառու եք։ Այո։ Իսկ զեղչված եք օգտվում տրանսպորտի գնից։ Զեղչված էր, բայց հիմա ուղղակի ես ամերակարտիս բանկային քարտով եմ օգտվում, ինքը հնարավորություն է տալիս դակել ու երթևեկել։ Նոր նստեցի ավտոբուս, հաճելի, ակուրատնի, շատ հաճելի է, ասենց ավտոբուսով երթևեկելը, բայց անպայման թող ժողովուրդը դակի։ Տուգանելուն ինչպես եք վերաբերվում։ Ճիշտն ասած, ոնց ես ասեմ, եթե ինքը մոռացել է մի անգամ լավ, երկու անգամ, բայց անընդհատ մոռանա չվճարի, դա ճիշտ չի։ Վարորդների նկատմամբ բռնություն էր եղել օրեր առաջ։ Вообще անշնորհքությունը մեր ազգին վայել չի դες բաներ։ Իսկ 150 դրամը երբ նշում են, որ թանկ է։ Չէ, նորմալ։ Նորմալ է։ Հար առմամբ տրանսպորտի աշխատանքը ինչպես կգնահատեք։ Լավ։ Ինչ առումով է լավ օրինակ։ Մի քիչ շատ լծվում են։ Եթե թեթևացնեն ավելի լավ է։ Ամեն մարդանկից իր դերը գայնեն, բասերը շատացնեն, որ մարդիկ ոտքի չգայնեն։ Իսկ նախկինի համեմատ ավտոբուսներից գոհ եք։ Հա, հիմա հա, նախկինեն լավ է։ Շատ լավ է։ Իսկ շատերը որ չեն վճարում։ Դա լավ բան չի։ Պետք է վճարեն էլ ցաղել, բայց 90%, 99% իմ կարծիքով վճարում են էլի։ Պետք է հետևողական լինեն էլի։ Մի քիչ բարորդը մի քիչ հսկեն, թող լարբե վճարեն, բան ինչ։ Նշում են, որ թանկ է։ Նշում են, որ թանկ է 150 դրամ։ Այդ ամենայժան բան չկա։ Ամեն ինչն է թանկ է, բայց կա ավտոբուսը պետք է աշխատի, աշխատավարձը ստանալու վարորդը, որտեղ ստանա։ Հարմար է։ Նախկինի համեմատ այս տրանսպորտը փոփոխություն։ Արա նախկին տրանսպորտը գազելների մասին ես խոսում։ Գազելների մեջքից խարապ է ելնում, մեստեղ աստուն փարք։ Մի քիչ պրոբկեն է շատ, մնացածը նորմալ է, եթե պրոբկա չլի, այդ պրոբկեն է։ Խցանում է, ավելի շատ խցանում է։ Վերջապես քաղաքը նորմալ տրանսպորտ ունեցավ, իմ կարծիքով, և բնականաբար պետք է քաղաքացիներն էլ համապատասխան վերաբերվում։ Երբ ենք մենք տեսել, ես օրինակ ժամանակին սեփական անձնական օգտագործման մեքենայով էի գալիս։ Հիմա ամառները ես գերադասում եմ տրանսպորտը, որտեղ իմ անձնական օգտագործման մեքենան չուներ կոնդիցիոներ։ Ուզում ասեմ, այդ մակարդակի սպասարկում Երևանը տեսել է, վեզներից ծառացը հինքել է երթևեկում, այդպես չի։ Քաղաքապետը նշում է, որ քաղաքացիները եթե շարունակեն չվճարել, չի հաջողվի նոր ավտոբուսներ ձեռք բերել։ Հա, մեկն էլ դա պատճառ է, որ վատ են վերաբերում դրանով, որ հանկարծ չնայած չեմ կարծում, որ հետ կգնանք, բայց ամեն դեպքում։ Բայց քաղաքացիներն էլ կան, որ ասում են 150 դրամը թանկ է։ Որտեղից, եթե 100 դրամով իրանք համաձայն էին ծուռ վեզով գնան իրար շալակի նստած, 150 դրամն ինչ է, որ այս տրանսպորտի համար։ Ես համարում եմ, որ նորմալ գին է։ Շնորհակալ։ Ես օգտվում եմ ամենաթանկ հնարավորից, այսպես ասենք, որովհետև քիչ եմ օգտվում, ասենք 150 դրամանոց տոմսն եմ առնում, ոչ մի զեղչից էլ չեմ օգտվում, բայց երբեք չեմ բողոքել գնից։ Որովհետև կարծում եմ ավելի էժան չի կարող լինել, էլի, այդ կարգի ավտոբուսը չի կարող արժենալ նույնքան գազելը։ Կամ թեկուզ են Hyundai-ները, որոնց միջանցքի այնքան նեղ էին, որ
Եթե մեկը կանգնած էր միջանցքում, երկրորդը հազիվ էր անցնում, չէ՞ իջնելու համար։ Այդ չեմ ասում, մնացած քաղաքակիրթ ձևերից ինչքան հեռու էր վճարման համակարգ եւ այլն, համեմատելու բանը, րոպեին ես ասենք կանգառներում վաղուց չեմ սպասում։ Որովհետեւ նայում եմ երբ է գալիս ավտոբուսը, գալիս է մի րոպե առաջ, կանգնում եմ, տրանսպորտը ճիշտ ժամին գալիս է, նստում եմ, գնում եմ։ Այդ ինչ որտեղ ֆանտաստիկ բաներ են։ Մեր երբեք չենք տեսել այդպիսի տրանսպորտ էլի։ Ինչ արում։ Այն առումով, որ դուք կաք, մտնում եք, հարցնում եք, հետաքրքրվում եք, տրանսպորտում ույուտ է, մաքուր է, տաք է, Իսկ նորմալ է աշխատում ժամանակացույցը։ շատ։ Իսկ շատ քաղաքացիներ նշում են, որ 150 դրամը թանկ է, ինչ կաս։ Դա իմ ամեն ինչն էլ թանկ է, գգա ժամանակ, կեժանանա։ Ես ընդհանուր գոհ եմ, նախ գոհ եմ, որ այս լավ ավտոբուսներն են մեզ տանում բերում, Իսկ ինչպես եք վերաբերվում, որ չեն վճարում հաճ։ սարսափելի, մի քանի օր առաջ 100%-ից երևի 20%-ը, մանավանդ երիտասարդ տղաները չեն, ես նկատել եմ, երիտասարդ տղաները չեն վճարում, անցնում են ուղղակի։ Հիմա այս քանի օրի միջայլոց զգում եմ, որ արդեն առաջը դիմություն կա, արդեն ժողովուրդը սկսել է, երբ որ արջևից են բարձրանում, արդեն վճարում են։ Ուրախ եմ, գոհ եմ, բայց պետք է սա ինձ թվում ավելի բարելավել։ Ինձ թվում տուրնիկետները ամենաճիշտն է, որովհետև խեղճ վարորդները ինչ, իրանք ճանապարհին նայեն, թե մեզ նայեն, ով բարձրացավ, ով տոմս առավ, ով չառավ, չգիտեմ։ Իսկ որ նշում են 150 դրամը թանկ է։ Ոչ, թանկ չէ, դեռ էժան է։ Ինչպես եք վերաբերվում, որ շատերը չեն վճարում։ Վատ եմ վերաբերվում, բայց ես ինձ մի հարց ունեմ։ Ես թոշակառու եմ, իմ թոշակի քարտը Wi-Fi-ով է, բայց հաճախ դնում եմ ու ինքը ծնգում, այսինքն չի ստանում, թե սարքը կարգին չի, որտեվ նենց չի, որ թոշակի քարտի մեջ փող չկա։ Դա է պետք կարգավորել։ Իսկ դուք զեղչված արժեքով եք օգտվում։ Չէ, ես քիչ եմ օգտվում տրանսպորտից, դրա համար ինձ իմաստ չունի քարտ առնեմ։ Իսկ ավտոբուսներից գոհ եք նախկինի համար։ Հա, իհարկե գոհ եմ։ Իհարկե գոհ եմ։ Ինչի մասին է խոսքը։ Անհամեմատ ամեն ինչ ավելի լավ է։ Շատերը նշում են, որ 150 դրամը թանկ է։ Դե սկզբունքորեն 100-ի հետ համեմատած թանկ է, բայց այս բաներում, պայմաններում չէ, թանկ չի, լավ է։